Մերոնք կետեեմ կայքի եթերում, ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին, իսկ մենք հանրությանը հուզող թեմաների շուրջ այսօր կշարունակենք մեր զրույցը։ Եվ այսպես, գերությունից վերադարձան եւս 4 մարդ, 4 գերի, ովքեր, այսպես ասած, հայտնվել էին ոչ հարմար ժամին, ոչ հարմար տեղում, ովքեր գերի էին ընկել մեր զինվորական ղեկավարության անփութության եւ ռուսների քավորությամբ, այսպես, այս տրամաբանության մեջ։ Հիմի այդ 4 գերին, ովքեր պաշտոնյա չեն եղել ու նպատակային այն ժամանակ չէր ձերբակալել Ալիևը, ոնց որ ասենք Արցախի նախագահներին էսինենին, դե եկել են, մարդիկ են, 5 տարի գերությունից հետո, ու հանկարծ մի ոռնոց է բարձրանում, թե Հայաստանի իշխանությունները այն 2 մարդասպանին տվել են, որ այդ 4-ին բերեն։ Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները երկրի վարչապետի բերանով հերքեցին, ասացին, չէ, դրանք կապ չունեին նրա հետ, բայց անգամ եթե կապ ունեին, ասացեք ինձ խնդրեմ, 1000 գերի էլ եթե ունենաս 10-1 գերու դիմաց, էլի արժեք է, քու հայ մարդու, քու հայրենակցի, քու երկրի, քու արժանապատվության, առանց էդ էլ ծեծ կերած ապրում ենք, կամ այդ ծեծ կերածի այդ վիրավորանքը դեռ դուրս չի գալիս, ինչ եք ուզում, ապշելու իրականություն է, էլի եմ ասում, շատ հաճախ, այստեղ, այնտեղ, Նիկոլ Փաշինյանը այսպես այս մյուսը այնպես, այս ինչ պաշտոնյանն ինչ ապուշությունը դուրս տվեց, ես այն լրագրողն եմ, կամ այն մեկնաբանը, ով էս ամենին անդրադառնում է, ինձ համար միևնույնն է, դրա անունն ինչ է, ընդդիմություն թե դիմություն, բայց ախր ուրախացեք, էլի 4 մարդ եկել է, ցավում եմ, որ այդքան երկար տևեց, այդպես չպիտի տևեր։ Էդ էլ գալիս է Հայաստանի իշխանությունների ապաշնոր ու ապիկար լինելուց։ Այդ գերիները այնտեղ չպիտի լինեին։ Իսկ այն մյուս գերիները, որ հայտնվեցին այնտեղ, պիտի ինքնասպան լինեին։ Բացի թերևս Ռուբեն Վարդանյանից, չգիտեմ, պիտի կարողանար անցնել այդ արանքներով։ Այսքան բան պետք է ամեն մի փրկված հայի համար ուրախանալ, ամեն մի գերությունից ազատվածի համար ուրախանալ և իգիտություն ընդունել այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, որ մյուս անգամ այդ աղբի մեջ չհայտնվենք, այսքան բան, այս մասով։ Հիմի շարունակում է ռուսական, այսպես ասած վերլուծագանգերի ելույթները, ով ինչ ասած, այն Զախարովան ասում է, չէ դե Սալավիովն իր կարծիքն է ասել, մյուսները էսենը, մի պարզ իրականություն ունենք։ 88 թվականին ռուսները չկարողացան այն վիճակին չէին, որ մեզ խանգարեին, որքան էլ խանգարեցին կոլցո օպերացիաներով, էսովենով, մեր կամքը կոտրել չհաջողվեց։ Իրենք էլ մի բարի հալի չէին, Ռուսաստանի մեջ 40-50, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղ կար։ Հանգիստ թողեցին եւ հաշվարկալին, պետք էր բերել այն փթիրը, այն աղբը, ով հետագայում շատ ավելի հեշտությամբ կհանձներ Արցախը։ Դրանք էին Քոչարյան Ռոբերտը, Սերժիկ Սարգսյանը, Դաշնակ Պարագլուխները։ Այն փողի համար այն բանից տվող օլիգարխ կոչվածները։ Այս բոլորի մեղքով։ Ու նաև մեր, այն որ ասում է ժողովրդի ձեռքը շատ բան չկա, իրականում գուցեև չկա, բայց քաղաքացի չէինք։ Լռում էինք, ասում էինք ինչ տարբերություն, 2 համբալի մեջ ենք կտրում, մեկից 10,000 վեկալենք վերջացնենք։ Սա մեր տունը քանդեց։ Հիմի առաջիկա ընտրություններում նորից, այն որ ասում է, պիտի մեր մեջ կամ քաղաքացին արթնանա, կամ արդարացված ընտրություն անենք, ինքներս մեզ հարց տանք, ու մենք ընտրում, ինչու ենք ընտրում, ինչ ունենք, ինչ կլինի, եթե այն մեկին ընտրենք, ինչ կլինի, եթե այն մյուսին ընտրենք։ Մեկ անգամ ազնվորեն խոսենք եւ ըստ այդմ գնանք ընտրության։ Հակառակ դեպքում մենք խեղդվելու ենք, բայց ընտրությունների մասին դեռ քիչ անց։ Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրն էր Աշոտ Մելիքյանը, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ։ Իդեպ Աշոտ Մելիքյանի հանդեպ ես ոչինչ չունեմ, ընդհանրապես որևէ մեկի, պարզապես Աշոտ Մելիքյանը իր գործն է անում եւ անում է ազնվորեն։ Հիշեցրեց Անիֆի հետ կապված Ավինյանի այդ կեղտոտ գործարքի մեջ
լինելու մասին, նրա պահվածքի մասին լրագրողների հետ եւ բնականաբար հիշեցին վերջերս տեղի ունեցած հայտնի ասուլիսը, որտեղ Նիկոլ Փաշինյանը լրագրողին ասում էր, եւ Պետրոսն էլ ասում էր՝ դե լավ, հիմա ոնց կլինի, լրագրողը գնում է եւ վիրավորում։ Այո, շատ այսպես կոչված լրագրողներ կան, անունը կա, ամանում չկա։ Շատերն էլ լրատվամիջոցները այսօր մի խնդիր են լուծում։ Ասենք ընդդիմադիր են, պիտի անպայման ասեն, որ Նիկոլը քխա։ Դիմադիր են, ասեն, որ ընդդիմադիրներն են քխ։ Բայց լրատվությունը ամենևին էլ այդ չէ։ Այս պարագայում ես համաձայն եմ, դա լրագրություն չի, դա լրատվություն չի։ Անգամ, տեսեք, ինձ երբեմն ինչ-որ մարդիկ հայհոյանքներ են գրում։ Էլ ինչ ասես չեն ասում, էլ մեր, էլ կին, էլ երեխա, էլ էսը, էնը։ Հիմիկամ ես պիտի իմ եթերից իրենց փոխադարձեմ, կամ պիտի ընդհանրապես բանի տեղ չդնեմ, ինչ շատ հաճախանում եմ, կամ էլ մեկ-մեկ կես կատակ, կես լուրջ ասում եմ, գիտեք, երիտասարդ տարիների շատ ակտիվ էի, կարող է իմ ապօրին երեխեքն են, բայց ես մեղավոր չեմ, ձեր մայրերը չեն ասել։ Վերջի վերջո ուզում եմ ասել, արտահայտվելու ձևեր կան։ Եթե ես դառնամ այդ հայհոյա լապ թափող արարածների թայը այսպես ասած, հա, հավասարվեմ նրանց եւ սկսեմ ես էլ հայհոյել, էլ ես ինչով եմ նրանցից տարբերում։ Բոլորս էլ հայհոյել գիտենք։ Դա այլ բան է։ Այլ խնդիր է, երբ հայհոյանքով գրականություն ես գրում։ Հիմա խոսենք այդ մասին։ Հրիփսիմե Ջեբեջյանը եւս իմ ընկալմամբ իհարկե սիրում է ինչ-որ մեկի ջրաղացին ջուր լցնել, ատում է Նիկոլ Փաշինյանին, կարելի է ատել, զզվել եւ այլն, բայց հարցերի ձևակերպումը այս անգամ Պետրոս Ղազարյանն ասեց, բա դա հարց է, որ տալիս է, աղջիկ ջան, գրականություն կա։ Հրիփսիմեի հարցերը ըստ իս որքան էլ ինքը նպատակային բարձրացեց, բայց արժե է բարձրաձայնել ու հասկանալ։ Նիկոլ Փաշինյան, արցան շինելը որն է, որ ուզում է իր արցան շինեիր դուրդ կա։ Եվ այդ մտքերը կարող է մարդ ունենալ դա արդյոք գրելու համար էր։ Ու դուք Հրիփսիմե Ջեբեջյանին պատասխանում եք, որ գոյություն ունի գրականություն, եթե գիտեք։ Չէ, հա, այո, ես հիմա բերել եմ գրականություն։ Պարոն Փաշինյանի համար հատուկ ուզում եմ կարդալ։ Տախ անավարտ իվերա կլիտորիսոյ։ Գրել է մի կին բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը։ Գրել է իր սեփական սեռական օրգանի մասին։ Թող Պետրոսն էլ լսի։ Ծլի, ծլի, ծլիկս, պաստալիկ խլբլիկս, ձայնազուրկ ու թլիկս, անլեզու ծլվլիկս, գեղագանգուր ցլիկս, ամենակուր բգլիկս, վարդաշրթունք պացիկս, անլուսամուտ խցիկս, թոթովախոս ճտպտիկս, խորոտիկ վտվտիկս, ջրիկ ու կչկչիկս, այստեղ մի պահ դատարտանք, հարց Պետրոս Ղազարյանին, կարող է Վիոլետը այսօր ձեր կնոջ մոտ մշակույթի նախարարությունում աշխատանք ունի։ Գրականություն է, ճշտեք, կարծես թե ունի։ Նիկոլ Փաշինյան, ամեն մեկը կարող է իր զգացմունքները հայհոյախառն, թեկուզ իր ներքին մտքի մեջ կամ ինչ-որ մի սեղանի շուրջ արտահայտի։ Արդյոք դա իրավունք է տալիս ամեն ապուշություն տպագրության հանձնել եւ ասել սա գրականություն է։ Արթուր Ռեմբոն, ֆրանսիացի հայտնի բանաստեղծ, հանճարեղ բանաստեղծ, մեր մոտ տպագրվեց։ Արթուր Ռեմբոն հրաշալի ստեղծագործություններ ունի, բայց ունի նաեւ այս տիպի մի երկու ապուշություններ։
ու մեր տպագրողները կամ նրանք ովքեր պատրաստեցին տպագրության անպայման թարգմանեցին այդ այլանդակությունը, որտեղ Արթուր Ռեմբոն ասում է հարբեմ փծխեմ հեշտոցիտ գրականություն է, հարբեմ փծխեմ հեշտոցիտ, հետո սա այն գրականությունն է, որ պիտի հանրայնացվի եւ գովերգվի, գովազդվի այդ մասին, հա, Նիկոլ Փաշինյան։ Շարունակեմ կարդալ ձեզ համար։ Գլուխգովան փչիկս, չար խաղացկում բալիկս, մշտականգում ֆալիկս, խարտիշածան փափլիկս, գլխիտ տված բամփլիկս, ծափիկ ափլպիկս, տափը մտած խափլիկս, մեր տանթրաշ ու մեր թել բմբլահան սափրիկս։ Այս բանաստեղծությունը կամ այսպիսի մտքեր ամեն մարդ կարող է իր ինչ-որ սեռական օրգանի հետ հանկարծ պարծենա, բայց դա հանրությանը տալու է։ Այս մարդիկ, այն մարդիկ, ովքեր տպագրել են, ձեր այդ, չգիտեմ, ինչ քածը, այս բոզը, գնում եմ ես էլ բոզանամ, դուք սա համարում եք գրականություն, Նիկոլ Փաշինյան։ Դուք միակ վարչապետն եք, ով իբր ավելին գիտի Քոչարյան Ռոբերտի եւ Սերժիկ Սարգսյանի պես տգետներից, իդեպ Քոչարյան Ռոբերտը մի գրքի նախագահի մրցանակ էր տվել։ Դավիթ Հովհաննեսի գիրքն էր կարծեմ, այնտեղ էլ ասում էր, տանից հելան երկու քաց, մեկը բոյով, մեկը կարճ գնացին բոզի։ Այս տրամաբանությամբ գրքին, որ Քոչարյանը մրցանակ էր տվել, ես հասկացա։ Գեղի, քուչի, չգիտեմ, ինչ իմանաս, ինչի որ քարիտակ ինչ արած տղա է եղել իր ասաղ կյանքը։ Քոչյանը դրան մրցանակ կտար, բայց որ Նիկոլ Փաշինյանը կգրի են էքեմ բոզը սրան բան ես էլ եմ բոզանում բան, ու հետո կասի քրեական ենթամշակույթը վատ բան է, այս ինչն է վատ։ Ով է ասել, որ այս տիպի գրականությունը պիտի տպվեր։ Ով է ասել, որ ձեր խոսքը այնքան կարևոր էր, որ ոնց եք շինում, որ հանկարծ քարի վրա էլ ակու մոտ գրգռվում։ Ոնց կարելի է։ Եվ դրա համար ես հիմա հասկանում եմ, այս տագետը, որ նկարում կա այդ գրավացի կողքին, Տիգրան Ավինյանը ձեր սրտի քաղաքապետն է։ Այսինքն մի կողմից խոսում եք դպրոց սարքելուց, մի կողմից խոսում եք արժեքներից, կրթվելուց ու կրթությունը սա է։ Մեկ տարի առաջ եմ դեռ ձեզ գրել, որ եթե դուք համաձայն եք այս ապուշությանը, ասեք իմանանք, գոնե ձայն հանեք, չեք արձագանքել, ձեր էջին եմ ուղարկել։ Էլ ինչու եք դպրոցներ կառուցում, չգիտեմ ինչը, մեծ խոսում, ասում կրթվեք, ինչու կրթվենք։ Վիոլետա Գրիգորյանի սեռական օրգանի գովքը կարող ենք դասարաններում կարդալ, իդեպ ձեր առաջին մշակույթի նախարար Մակունցը այս սեփական սեռական օրգանի մասին գրող կնոջը մի հատ էլ մրցանակ տվեց։ Շարունակեմ, հիացեք։ Խունջիկ մունջիկ փունջիկս սեփական օրգանի մասին է։ Սարի լալայ սմբուլս, բաղի բալա բլբուլս, ճնճուղի թև թռիկս, հևի հև թրվռիկս, սասնա խև ու ծռիկս, բազմաձև դև ֆռիկս, վարման հնոց փռիկս, անմար բոց ու ժրիկս, ճրճռան ու ճռիկս, աղունիկ աղվորիկս, սրտիկը դաղվորիկս, քաջ զավակ տալվորիկս, Վիոլետայի բանը տալվորիկն է քաջ զավակ, կարմրատոտիկ լորիկս, լորիկս պալորիկս, պարոն Նիկոլ Փաշինյան, փոխարեն, ներողություն խնդրեիք, երբ Հռիփսիմե Ջեբեջյանը ձեզ այդ հարցը տալիս էր, որքան էլ որ նպատակային էր տալիս, վերցրել տպել են, մի ձև կրուտի տանեիք, կրուտիտ եք անում, թե կա այսպիսի մի հասկացություն, գրականություն, թո լավ է, սա գրականություն է, սա աղբը, կաշեք, հիմա ասել էի որտեղ, սա գրականություն չի։ Ռեմբոն երևի այսպիսի մի բան էր կարդացել արդուն ու ասել էր, այ փծխեմ դրա վրա, հարբեմ ու փծխեմ։ Ինչքան պիտի դուք այսպես կրուտիտ անելով շարունակեք ինքներդ ձեզ ոչնչացնել։ Սա ինքնաոչնչացում է։ Անկախ նրանից,
թե ինչ խումբ, ինչ խմբեր, ինչ խմբակներ, ինչպես դες կգովաբանեն, կփառաբանեն, ում քանի միլիոն դրամ կտակ կամ քանի հազար դոլար պարգևավճար կտակ, ինչ կանեք։ Սա ձեզ ոչնչացնելու է։ Հետ առաջ։ Եվ երբ միտեղ այսքան սայթակեք, այս Վիոլետա Գևորգյանների եղած չեղածը լցվելու է ձեր վրա։ Բարիս ամենաանպատկար տեսքով ու անհարգալից։ Եվ ներողություն խնդրելու փոխարեն, որի փրփախած էի այսենց եղավ սենց գրեցի, դուք պարզապես ձայներդ կտրելու փոխարեն ասում եք, որ դե գրականություն գոյություն ունի այսպիսի մի բան, որտեղ կարելի է, հա, ասել, որ ուզում եմ արձանին շինեմ, ասեմ, որ ես էլ եմ գնալու հեսա բոզանամ, ապե, հետո գալու խոսել կրթությունից, մոդայիկ կրթությունից, իդեպ մոդայիկ կրթություն չի լինում, մի իշի զուգում են, ասում են մոդայ է, ես իմ էշը զուգված է, բայց կրթությունը մոդայիկ չի լինում, չի կարող լինել։ Ինձ հավոր դուր չեկավ ձեր այդ պատասխանն ու վերաբերմունքը։ Դրա համար բոլորից ներողություն եմ խնդրում այս սեռական օրգանի գովքը կարդալուց, եթե այդպես է, այդ դպրոցները փակեք ձեր սարկած, կառուցած։ Տարեք Վիոլետայի բանը դրեք, կամ նմանատիպ բաներ բոլոր պատերին, այդ իմ սիրունն էլ Տիգրան Ավինյանի ճակատին մեխեք ու իր արձաններն էլ տեղադրեք Հայաստանում, ասենք սրանից հետո ասենց ենք ապրելու, ապե, խլիկս, խլվլիկս, սիրում եմ, ոնց եմ սիրում, սա վիրավորանք է, վիրավորանք, մի պահեք ձեզ այդպես շատ ժամանակ չի մնացել ճտերը հաշվելուն, ձեզանից է պակասելու, անկախ նրանից, թե դիմացինները ինչ անարժեք շատ-շատերը այսօր ինչ տեսնում եմ արարածներ են, դա չի նշանակում, թե դուք այնքան արժեք ունեք, որ դες կարող եք այդպես պահել, կարող եք թույլ տալ այսպիսի գրականություն, կարող եք ձեր առաջին նախարարին Մակունց անուն ազգանունով թույլ տալ, որ այս տխմարությանը պուպուլիկին մրցանակ տա, գովերքի, բայց դրանով դուք հասարակությունը ոնց եք կարդում։ Այս տեսքով ու այս որակով, որ պիտի գնանք։ Էլ չեմ ասում, այո, լրագրողների մի մասը անունը կա համանում չկա, մյուս մասը ուղղորդված է, ու դուք շարունակում եք հովանավորել այս տեսակներին։ Ձեր պահվածքով։ Քոչարյան Ռոբերտն իրենց ինչ է ներկայացնում։ Դա նա դեռ ազատության մեջ պտտվում է իր միլիարդներով։ Սերժիկը պտտվում է, բոլոր մնացած հանցագործները պտտվում են, դուք օգտագործում եք նրանց, որպես բոբո, որ ես հասարակայ նրանք են գալու, լավ չի լինելու, ես եմ, եկել եմ, խաղաղությունը բերել եմ։ Իդեպ խաղաղության հետ կապված, Իրանի հետ հարաբերությունները պիտի շատ նուրբ ու զուսպ լինեն, այնուամենայնիվ։ Անկախ նրանից այսօր Ամերիկան ինչ է ուզում, վաղը ռուսը ինչ կուզի, մենք պիտի իմանանք, մենք ինչ ենք ուզում, եւ այդ ուզածի մեջ ազնիվ լինել, տակից խավեր չտալ, որպեսզի դա հետագայում փորձանք չդառնա հայ ժողովրդի գլխին։ Հուսով եմ այլևս նմանատիպ թեմաների չեմ անդրադառնա։ Կուղեք բոլոր սխալները։ Չեք ուղի, ինքներդ ձեզ մեղադրեք, թե ինչ կստանաք հանրությունից դրա դիմաց։ Առողջ կացեք, կհանդիպենք։